Ու ինչ ստեղծեցիր քո ձեռքերով, որի համար հատկապես հպարտ ես։ Ինձ թվում է էս, չգիտեմ ինչի իրեն շատ եմ։ Երևի ամենաշատը էս, բայց ինձ համար իրական մենք բոլորն էլ ինձ դուր են գալի, բայց երևի ամենաշատը սա ու այ ինքը, որը իր այս նկարած հատվածը, այս գույների կոմպոզիցիան այսպես ասած։ Բայց մնացածն էլ իհարկե։ Որ պահին հասկացա, որ իսկապես ստացվում է կավի հետ աշխատելը։ Հենց առաջի անգամ, որ փորձնական եկա մի անգամից հասկացա, որ ստացվում է աշխատելը։ Չգիտեմ ինչի տենց ինքնավստահ էի, որ պետքա ստացվի։ Իհարկե, երբ որ գլազուրապատ վերջնական տեսքը գույներով տեսնում ենք, ավելի ոգեշնչում, որովհետև ոնց որ ավելի սիրունացած լինի, քան թե մեր սարքելու ընթացքում։ Ինչ գաղափարներ ունես հապակած ստեղծագործությունների համար։ Ու լավ հարց է։ Ինչ գաղափարներ։ Օրինակ ինձ շատ դուր է գալիս, ասենք իմ կարծիքով կարելի է իրանցից մի քանի հատ էլ ստեղծել, ու իմ կարծիքով կարելի այտենց միտք կա, որ կարելի է այսենց իրանց տարբեր իր քուրիկներին ստեղծել ինչ որ։ Այս պահին մենակ դա, բայց հեսա նոր տարի է գալիս, միգուցե ինչ որ նոր տարվա հետ կապված ինչ որ գաղափարներ։ Ինչ նոր հմտություններ ձեռք բերեցիր կուրսի ընթացքում։ Հիմնական տեխնիկաները սովորեցի, ոնց կպցնել տարբեր դետալները իրար, ոնց փորելու ձևով, սեղմելու ձևով, գանչարի տարբերակով ինչ-որ բան սարքել, երկար դետալները ոնց տափակացնել, ներկելու տեխնոլոգիաներ, գլազուրապատումը, հիմնական գործողությունները սովորեցի։ Իհարկե հավանեցի ու շատ, ու արդեն խորհուրդ եմ տալիս բոլորին, թեկուզ ոչ թե հենց գալ ինչ-որ ընդհանուր մեծ կուրսի, այլ ուղղակի թեկուզ գալ, որ օրը անցկացնելու, մի քանի ժամ անցկացնելու, որտեղ այս process-ը կայքանից համ շատ հանգստացնում, համ շատ կրեատիվ process է, ու արդյունքն էլ որ տենց տեսնում ես, տեսակ sense ավելի հաճելի է դառնում, որ տեսնում ես քո արածի արդյունքը։ Այո, ես էլ եմ շատ գոհ, շատ շնորհակալ եմ կազմակերպելու համար եւ խորհուրդ եմ տալիս ընկերներիս գալ թեյի ամաններ պատրաստել ստեղ։